Պարոն Խաչատրյան, շատ քննադատվեց, նաև ծաղրի ենթարկվեց ՔՊ-ի վերջին այդ ամփոփիչ հանրահավաքը, որ ասում էին Սարոյի համերգին ավելի շատ մարդ կար, քան այնտեղ, բայց այսօր նույն Մեխակյանը ասաց, որ մյուս ընդդիմադիր թեկնածուների հանրահավաքներին էլ շատ մարդ չկար, օրինակ ձեր հանրահավաքին տենց վիզուալ շատ են երևում, բայց չգիտեմ ռեալ ինչքան կար, դա ցույցիչ է արդյոք ընտրությունների մասով եզրակացություն անելու համար։ Մեր հանրահավաքին նախ շատ ավելի շատ մարդ կար, քան իրենց, բոլորը տեսել եք, տեսանյութերով ամբողջը կա, ձեզանից շատերը նաև ներկա են եղել հանրահավաքին, իսկ իրենց հանրահավաքը նախ մերից քիչ է, երկրորդն էլ վաղաշաբաթցիներն են շատ քիչ, նույնիսկ վաղաշաբաթցիները ի դեպ տեղի մասնակցող ներկա եղող Զոռո, որ տարել էին բռնի տենց վարչական ռեսուրսով, մարդիկ ասում էին այսօր Արգիշնի Մեխակյանն ընտրվեց Թալինի քաղաքապետ։ Թալինի քաղաքապետը գլուխ էր գովում, որ ասում էր մենք 100 հոգով եկել ենք Էջմիածին ազատագրենք։ Իրականության հետ կապ չուներ, իրանք չգիտեն, որ 7 տարի ԿՊ-ն է Էջմիածնում իշխանության, վաղաշաբաթում։ Կներեք, հիմա ձեր հանրահավաքին ինչքան մարդ կա, որ ասում եք ավելի շատ թիվ ունեք, տվյալ հաշվել եք։ Չեմ կարող հստակ ասել, բայց հաստատ շատ ավելի։ Որտեղ դրոնով վերևից որ նկարեն, բոլորին է շատ է երևում։ Դրոնովի մասին չի խոսքը, պետք է լրատվամիջոցները ներկա են եղել, ես մի քիչ առաջ էլ ասեցի, իրենց լրատվամիջոցը ԿՊ-ի եկել էր նախորդ սկսելուց մի ժամ առաջ 40 րոպե առաջ մարկանց էր խոսեցնում, ասում էր ներկային արցախցիներ, իսկ արցախցիները որտեղ պետք է լինեն, դուք Արցախ եք թողել, որ արցախցիները գնան իրենց հայրենիքում, իրենց քաղաքներում, իրենց տներում ապրեն։ Արցախցիները այսօր դա մեր համայնքում հաստատված արցախցիները մեր համայնքի վաղաշաբաթ համայնքի լիիրավ անդամներն են։ Շատ են ունեն ընտրական իրավունք։ Նկատի ունեմ այդ ձեր ասած բազմամարդ հանրահավաքի մասնակիցները վստահ եք, որ հենց ամբողջը ձեր էլեկտորատն է եղել, ձեր ընտրողներն են։ Վստահ եմ, որովհետև մենք ընդդիմություն ենք, մենք իշխանություն չենք, որ մարդիկ գործի ակնկալիքով, գործից դուրս չգալու, իրենց գործի շանելու ակնկալիքով փորձեն գալ մեր հանրահավաքին։ Մեր հանրահավաքին ով գալիս է, մենք գիտենք, որ հստակ իրենց ձայնը տալու են մեզ, իրենք մեր թիմակիցներն են, իրենք մեր գաղափարակիցներն են։ Ես ուրիշ բան ասեմ, եթե մենք չլինենք իշխանություն եւ այս բռնաճնշումները մարդկանց հանդեպ, բիզնես ունեցող մարդկանց, պետական համակարգում աշխատող մարդկանց չլիներ, մեր հանրահավաքը շատ ավելի բազմամարդ կլիներ, որովհետեւ ես ինքս քարոզարշավի առաջին օրից շատ ընկերներ ունեմ, իդեպ ընտանեկան ջերմության ընկերներ, ում արգելել են պարզապես մեր գրասենյակների եւ շտաբերի կողքի երևալ, որովհետեւ անմիջապես ամբողջ իշխանական ամբողջ պետական ապարատը ուղղելու էին այդ մարդու դեմ։ Ես ինքս ասել եմ, հստակ գիտեմ, որ այդ մարդը մեր գաղափարակիցն է, մեր թիմին է ձայնը տալու, այսպես ասած, ձևական բաների կարիք ընդհանրապես չունի։